Սիրելիներ, ուրեմն ես այսօր Տիրոջից պատվեր ստացար նախադասություն թարգմանեմ այս թեման. Он умер, и Иисус открыл единственный грех, из-за которого миллиарды христианин попадают в ад. Ուրեմն այս թեման միամ յուրահատուկ թեմա է, որնոր ես թարգմանել եմ մոտավորապես 3 րոպե 56 վայրկյանը, շատ մանրամասն նախադասություն առ նախադասություն թարգմանել եմ ու շատ կուզենայի որ բոլորդ նայեք։ Ես եթե այս տեսանյութից իլքեմ պարտադիր կտեղադրեմ, որպեսզի ովքեր որ ռուսերեն հասկանան նայեն, թեկուզ այս վերնագրով էլ կբերե YouTube-ով, շատ յուրահատուկ թեմա է։ Ես չեմ ասե որն է այդ մեղքը, որի պատճառով շատ քրիստոնյաներ կգտնվին դժոխքի մեջ։ Ես սկզբում թարգմանել եմ, հետո շարունակությունը եւս կթարգմանեմ։ Եթե կան մարդիկ, որ չեն հասկանա ռուսերեն, կխնդրեմ գրեք մեկնությունների մեջ։ Եթե շատ եղնին գրողների թիվը, ես կթարգմանեմ մյուս մասը եւս, որբիսի թեկուս 5-6 մասից բաղկացած եղնի, որբիսի դուք գիտենաք, թե ինչքան հոգևոր նշպություններ կա, որ մեզնից շատերին կթվա, թե մենք պետք է փրկություն ունենանք ու դրախտ եշտանք, բայց կպարզվի, որ շատ շատեր իրանց հավատքով, ինչպես նաև այս մարդը, որը 58 տարեկան է ու գնացել է համոզված, որ ինքը պետք է դրախտ եշտա, բայց Աստված ցույց է տվել իր մեղքը։ Ուրեմն շատ մանրամասնորեն լսեք, ժողովուրդ ջան, դիտեք ու սկսեք վերանայել ձեր ներսը, որովհետև շատ քրիստոնյաներ կան դժոխքում ու պարզ այն պատճառով, որ իրանց կթվա, թե իժանք իրականում փրկված են։ Դի կվերաբերվի բոլորիս, պարզապես մեզի պետք է որ վերանայենք մեր հավատքը, մեր մեղքերը, մեր կյանքը, որպեսզի դժոխքի բաժին չդառնանք։ Ինչևէ, իսկ մի լսենք թարգմանությունը, ժողովուրդ ջան։ Ես համոզված էի, որ փրկված եմ։ Նվիրված քրիստոնյա էի ու ամբողջությամբ վստահում էի իմ հավատացածներին կամ իմ հավատքին։ Ամեն օր աղոթում էի եւ ձգտում էի, որպեսզի կատարեի Աստծո պատվիրանները։ Ես չէի կասկածում իմ հոգևոր ճանապարհներիս վրա, մինչև որ չեկավ այն պահը, երբ ամեն ինչ փուլ եկավ։ Երբ որ ես իմ գիտակցությունս կորցրեցի, իմ հոգին շատ վախեցած էր երկնային գերբնական իրականությունից, որտեղ ես հանդիպեցի Տիրոջը եւ այնտեղից լսեցի ճշմարտությունը, որը ամբողջությամբ փոխեց ամեն բան։ Մեկ հիմնական մեղք, որի պատճառով միլիոնավոր հավատացյալներ գտնվում են դժոխքում։ Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, թե ինչ էր թաքնված իմ ներսում։ Խնդրում եմ, իմ պատմությունս լսեք մինչև վերջ։ Հնարավոր է, սա հենց այն զգուշացումն է, նախազգուշացումն է կամ, որը կյանքի պես կարևոր է քեզ համար, կամ անչափ կարևոր է քեզ համար։ Իմ անունը Ջեյմս Ուեքեր է։ Ես 58 տարեկան եմ և ամբողջ կյանքս ինձ համարել եմ որպես հավատացյալ։ Ծնվել եմ քրիստոնյա ընտանիքում, որտեղ աղոթքները սովորություն էին դարձել, ինչպես նաև գնում էի եկեղեցի, հետևում էի օրենքներին և ինչպես նաև միշտ աշխատում էի, որպեսզի ապրեի ճիշտ։ Ես հավատում էի, որ փրկված էի, բայց միաժամանակ չէի հավատում դժոխքին, ինչպես նաև դևերին,
Եվ ինձ թվում էր, թե դրանք պարզապես վախեցնող կերպարանքներ են։ Կամ մի ստեղծագործություն, որոնք պարզապես թույլերին վախեցնում են։ Ես մտածում էի, որ Աստված սիրող հայր է, ինչպես կարող է լինել հավիտյան տանջանքներ։ Նույն հարցը իմ մեջս էլ է առաջացել Ժողովուրդ ջան, իրականում։ Ու երևի շատ շատերի մեջ էլ շարունակեմ թարգմանությունը։ Ես այդպես էի մտածում եւ այդ վստահությունը նույնիսկ կասկածի չէի ենթարկում, թե արդյոք կարելի է կասկածել, միգուցե կա դժոխք եւ տևեր։ Բայց 2018 թվականի դեկտեմբերի 1-ին շատ քիչ էր մնացել Սուրբ Ծննդյան օրը, ես գնել էի նվերներ իմ թոռնիկներիս համար։ Ման էի գալիս շուկայում եւ ինձ շատ տոնական էի զգում, ինչպես նաեւ մեծ ուրախություն կար մեջս։ Եվ վերջացնելով գնումները կամ ավարտելով գնումները, ես գնացի, որպեսզի կայանեմ մեքենաս։ Ձեռքերս ամբողջությամբ զբաղված էին նվերներով։ Դրա համար ես որոշեցի, որպեսզի լիֆտով բարձրանամ սանդուղքներով կամ աստիճաններով բարձրանալու փոխարեն։ Ամեն բան սովորական էր թվում։ Սովորական լիֆտ փակ դռներով։ Ինձ հետ երկուսն էլ էին գտնվում վերելակում։ Տղամարդը իր հեռախոսով եւ մի աղջիկ գեղեցիկ կարմիր շարֆով։ Եվ ես սեղմեցի վերելակի կոճակը եւ վերելակը գնաց ներքև կամ իջավ ներքև։ Եվ հանկարծ օտար ձայն թեթև հպում ու միանգամից կանգ տեղի ունեցավ։ Լույսը վառվում էր, բայց վերելակը չէր աշխատում։ Այդ ժամանակ ես սեղմեցի վթարային կոճակը։ Ամեն ինչ թվում էր, թե կարգին է, սկզբում ես չվախեցա։ Բայց հետո սիրտս ավելի արագ աշխատեց։ Շնչառությունս կանգ առավ։ Մարմինս քրտնեց։ Ինձ մոտ սկսվեց խուճապ, ես երբեք չէի հավատում խուճապահար լինելուն։ Եվ դա մտածում էի, որ հորինվածք է։ Եվ ահա ես գտնվում էի այդ իշխանության տակ։ Սիրտս սեղմվեց, ձեռքերս դողում էին, ուղեղս մթագնեց։ Աղջիկը հարցրեց. ամեն ինչ ձեր մոտ կարգին է, եւ ես փորձում էի ծիծաղել կամ ժպտալ, բայց չկարողացա եւ փորձում էի աղոթել, բայց չկարողացա նույնիսկ կենտրոնացնել իմ մտքերս։ Հետո դարձավ խորը մթություն։ Շատ խորը, ոչ ժամանակ կար, ոչ տարածություն։ Պարզապես դատարկություն։ Իսկ հետո երևաց ոչ սովորական լույս։ Կենդանի, տաքացնող եւ կարծես թափանցող մինչև սրտիդ խորքը։ Եվ ես սկսեցի մոտենալ այդ լույսին։ Ոչ թե ոտքերով կամ մարմնով, այլ ամբողջ էությունով։ Եվ այդ ժամանակ լսեցի մի ձայն, որ ասում էր. Ջեյմս, հիմա ժամանակն է եկել, որպեսզի դու տեսնես այն, ինչը որ դու միշտ բացառում էիր, եւ այդ ձայնը ոչ միայն
զրնգաց իմ ականջներիս, այլ անմիջապես մտավ իմ սրտիս խորքը։ Ես այդ ժամանակ զգացի միաժամանակ և խաղաղություն և իսկական լարվածություն։ Կարծես թե ես մոտենում էի դատի, որից հնարավոր չէր ոչ մի կերպ ազատվել կամ փախչել։ Դու ոչ մի անգամ չէիր հավատում դժոխքին, ասաց ձայնը։ Դու այն համարում էիր առասպել։ Միջոց վախեցնելու։ Բայց հիմա դու կտեսնես այն, ինչ որ չէիր ուզում տեսնել, և ամեն ինչ շուրջս փոխվեց։ Լույսը հեռացավ, և իմ առաջս սարսափ բացվեց։ Մի սարսափելի տեսարան, որն որ բառերով աննկարագրելի էր բացատրել։ Ներքևում տարածվեց անդունդը, որտեղից բարձրանում էին կրակե լեզուներ։ Երկիրը սև էր ու քանդուքարափ եղած։ Օդը պատված էր թանձր ծխով։ Երկինքը կայծակից պառակտվել էր արյան կարմիր գույնով։ Բայց ամենավախենալունը դա մարդիկ էին։ Կանայք և տղամարդիկ, որոնք վառվում էին կրակի մեջ, որոնք ցավերի ու տառապանքի մեջ կոչում էին, գոռում էին, ոմանք էլ ձեռքերը վեր էին պարզում, խնդրում էին, որպեսզի օգնեի նրանց, ոմանք ծռվել էին կրակների մեջ։ Եվ ամենասարսափելին այն էր, որ շատերին ես ճանաչեցի։